Հանձնաժողովում շատ քննարկվեց այս հարցը, բայց նորից այդ հարցի պատասխանը այդպես էլ հստակ չի։ Հիմա, թե ինչ է լինելու ապագայում, ինչ հանձնաժողովներ են ձևավորվել, թողենք ապագայի մասով։ Այսօրվա կարգավորումն ասում է, քաղաքական մեծամասնություն դու ստանձնում ես պատասխանատվություն, պատգամավորի վարքագծի մասով ձևավորես հանձնաժողով, քանի որ մեծամասնության քվեարկությունով պետք է ձևավորվի։ Հիմա դուք վերահաստատում եք, որ դուք պատրաստ չեք վարքագծի, պատգամավորի վարքագծի հարցով ձևավորելու էթիկայի հանձնաժողով։ Եվ հանրությանը ուղիղ ասեք դա, որ կապ չունի։ Եթե իշխանության պատգամավոր է, ուրեմն ամեն ինչ իրան թույլատրելի է։ Դրա համար չեք ուզում ստեղծվի։ Պարոն Մինասյան, նախ սկսեմ ընդեղից, որ եթե իշխանական պատգամավոր է, դուք շատ լավ գիտեք մեր դիրքորոշումը ու բազմիցս էլ նկատել եք, տեսեք Տիկին Թովմասյանն էլ նշեց, որ Հասմիկ Հակոբյանը կոնկրետ որակավորում տվել է ամեն դեպքում այս դեպքին, այսինքն մենք այդպես խնդիր չունենք դատապարտելու ցանկացած տեսակի ատելության խոսք, բռնություն եւ այլն, ես ելի եմ ասում, ես զերծ եմ մնում այս մասին։ Իսկ այն հանձնարարությունը, որ մենք ցանկանում ենք ստեղծել էթիկայի մշտական հանձնաժողով, որը կարողանում է գործել, դա արդեն խոսում է մեր հանձնարարության մասին, որ մենք ամեն դեպքում պատրաստ ենք եւ ունենք այդ հանձնարարությունը, բայց մասնավոր դեպքերին անդրադառնալ այս պահին չեմ ցանկանում։ Ես էլի պետք է նշեմ մեր բանը պատգամավոր Ալեքսանյանն նշեց Դավիթի դեպքում, ինչի այդ ժամանակ մենք չորոշեցինք հանձնաժողով ստեղծել, որպեսզի դատապարտվեր, ես չլսեցի Դավիթ Լևոնյանի դեպքում որևէ դատապարտող հայտարարություն կոնկրետ ընդդիմության կողմից, բայց մենք այնքան քաջություն, համարձակություն, նաև սուբյեկտիվ կարծիք ունենք, մենք մեր ինքնակնդատաբար ենք մտան, որ երբեմն էլ արտահայտում ենք։ Այնպես որ մեզ մեղադրել, որ մենք հանձնարարություն չունենք, անիմաստ է, որովհետև արդեն էթիկայի հանձնաժողովի ստեղծման գործընթացը ընթացքի մեջ է։ Ամեցը կարող։ Ես այնքան շնորհակալ կլինեի, որ Անդրանիկ Քոչարյանին կամ որևէ անձի մասով վերաբերվեին իրավապահները այնպես, ինչպես վերաբերվեցին ձեր բերված օրինակում պատգամավորի օգնականի նկատմամբ։ Դա 10%-ի չափով։ Ես բավարարված կզգայի եւ նաեւ կարծում եմ շատ լրագրողներ բավարարված կզգային։ Բայց տվյալ դեպքում դուք տեսեք, շատ է սիրում Ռուբինյանը այդ բառն օգտագործել։ Դասական երեսպաշտության օրինակ եք ցույց տալիս։ Ասում ենք մենք անհատապես դատապարտում ենք, բայց խմբային ոչ։ Սա ինչ է։ Սա ինչ վարքագիծ է, երեսպաշտություն չի սա։ Լավ, ի վերջո կարևոր մի բան կա։ Դուք որպես իշխանություն պետք է թելադրեք մշակույթ։ Այն հարցերը, որ ես լսեցի Թակույր Թովմասյանն ուղված, դուք ոչ թե դատապարտում եք բռնությունը, դուք խրախուսում եք բռնությունը, եթե այն կիրառվել է ընդդիմադիրների նկատմամբ եւ փորձում եք մեղադրանքների սլակներն ուղղել ընդդիմությանը։ Այն դեպքում, երբ որ դուք եք թիվ 1 պատասխանատու։ Պարոն Մինասյան, այդ նույն մոտեցմամբ ես կարող եի ասել, որ դուք էլ նույն մոտեցումն եք ցուցաբերում իշխանական պատգամավորների նկատմամբ, եթե չեք դատապարտում մի դեպքը կա, եթե սրանից առաջ լինեին տարբեր դեպքեր, որոնք որ անկախ առանց սուբյեկտիվ վերաբերմունքի արտահայտության կլինեին առաջարկ այդպիսի էթիկայի հանձնաժողով ձևակերպելը, գուցե հիմա այս խոսակցությունը չէր լինի, բայց քանի որ կա կոնկրետ վերաբերմունք, կոնկրետ անձի նկատմամբ եւ կոնկրետ այս հարցը բերվում է մասնավոր դեպքում հենց մասնավոր անձի նկատմամբ դա արդեն կողմնակալ վերաբերմունք է, այդ իսկ պատճառով էլ մեր պատասխանը այս հարցին այսքան է։